Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Ըստ Առողջապահության նախարարության հոսպիտալացված 5 երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տուժած երեխաներին այժմ տեղափոխում են Երևանյան բուժհաստատություններ վերակենդանացման բաժանմունքներում հետագա բուժումը շարունակելու համար։ Հիշեցնեմ, որ BMW եւ Opel Magnish-ի մեքենաները բախվել են ճակատ-ճակատի, որից հետո BMW-ն գլորվել է ձորը։ Դեպքի վայրում աշխատած փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ իրականացրել զոհվածների մարմինների դուրսբերումը։ Իրավապահ մարմինները չեն հստակեցնում, արդյոք տնային կալանքի տակ գտնվող Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ տեսաուղերձով։ Գլխավոր դատախազությունից նշել են, որ կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տալիս։ Ըստ փաստաբան Արամ Վարդապետյանի, թեև Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձների հնարավորությունը իրավական ձևակերպում չունի։ Պաշտպանական կողմը հարցումներ էր ուղարկել քննչական մարմնին եւ դատախազին, սակայն քննիչի պատասխանը ըստ փաստաբանի համարժեք է եղել մերժմանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի իր գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից գերիների ազատումն է ապես կամրապնդի խաղաղության գործընթացը։ Նախարարը շեշտել է, որ հաստատված խաղաղությունը մշտական պահպանման ու ինստիտուցիոնալիզացման կարիք ունի, իսկ բանտարկյալների հարցը հասարակության համար մնում է ամենազգայունը։ Ըստ Միրզոյանի, ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը շարունակվում է, թեև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը Բաքվից բարդացրել է իրավիճակը։ Այս պահին գերիների վերադարձի վերաբերյալ նորություններ չկան, սակայն նրանց ազատելու ջանքերը չեն դադարում։ Միրզոյանը նշել է, որ միակ ցանկալի նորությունը, որ կարող է լինել, բանտարկյալների նոր խմբի ազատ արձակումն է։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի կանխատեսմամբ 2026 թվականին Հայաստանի ջրամբարներում ջրի մակարդակը կլինի վերջին տարիների ամենաբարձրը։ Մասնավորապես Ախուրյանի, Ազատի եւ Մարմարիկի ջրամբարները կարող են հասնել 100% դրծվածության, իսկ Ապարանի ջրամբարի ցուցանիշը կլինի առավելագույնը 2011 թվականից ի վեր։ Դրական կանխատեսումներ կան նաեւ Սևանա լճի վերաբերյալ, որի մակարդակը ապրիլ-հուլիս ամիսներին կբարձրանա 40-ից 45 սանտիմետրով։ Միևնույն ժամանակ մասնագետը զգուշացրել է, որ ապրիլի վերջին եւ մայիսին սպասվող գետերի վարարումները տաքացման եւ անձրևների հետ մեկտեղ կարող են հանգեցնել տեղային հեղեղումների։ Մինչև ապրիլի 13-ը Հայաստանը կգտնվի ակտիվ միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության տակ, ինչի հետևանքով սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում ձյուն, բուք ու ջերմաստիճանի նվազում։ Հիդրոթերապևտաբան Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ ապրիլի 12-ին եւ 13-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ուժեղ քամիներով, ուստի վարորդներին հորդորվում է ծայրահեղ զգույշ լինել։ Ապրիլի 11-ից իրավիճակը կտրուկ կփոխվի։ Տաքոթային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով, ապրիլի 17-ից 18-ին Երևանում հասնելով մինչև +22-ի։ Այնուամենայնիվ տաքացումը երկար չի տևի, քանի որ ապրիլի 18-ից երկրին կմոտենա նոր ցիկլոն, որը կբերի հերթական տեղումները հիմնականում անձրևի տեսքով։ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։ Հայաստանի 3 ներկայացուցիչ արդեն դուրս է եկել եզրափակիչ։ Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել է Արտուր Ավետիսյանը։ Արտուր Դավթյանն այսօր կմասնակցի հենացածքի որակավորման փուլին։